Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք, ովքեր իմ խոսքը լսում են և հավատում են նրան, ով ինձ առաքեց, ընդունում են հավիտենական կյանք և չեն դատապարտվում, այլ մահվանից դեպի կյանք են անցնում։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր, երբ մենք դեռ Սուրբ Հարության տոնախմբության մեջ ենք, Սուրբ Հարության 4-րդ կիրակին ենք դիմավորում, մեր եկեղեցական ամբողջ ընթերցվածքները մահվան և հարության մասին են, կենտրոնանալով մահացածների վրա։ Եվ այսօր էլ, ինչպես տեսնում եք, Հովհաննեսի ավետարանից վերցված է մի հատված, որտեղ Հիսուս Քրիստոս ասում է նրանց մասին, ովքեր հավատում են նրան և նրան, ով Քրիստոսին ուղարկեց, այսինքն Հայր Աստծուն, և նրանց մասին Հիսուս Քրիստոս ասում է, նրանք չեն դատապարտվում, այլ մահվանից դեպի կյանք են անցնում։ Ինչու են մեր ընթերցումները, ինչու է այսօրվա խորհուրդը մահվան մասին խոսում, երբ մենք հարության լույսի մեջ ենք, որովհետև այսօր կարմիր կիրակին է, մեր նահատակների կիրակին։ Եկեղեցին կանգուն է, որովհետև առաջին դարերից սկսյալ առ այսօր Քրիստոսի հետևորդները, Քրիստոսին հավատացողները անգամ մահվան առաջ չվախեցան, չսարսափեցին և անսասան քայլերով քրիստոնեությունը առաջ տարան։ Եկեղեցին կա այսօր, որովհետև ինչպես Քրիստոսի, այնպես էլ Քրիստոսի հետևորդների և նահատակների արյան գինն է։ Եվ նրանց մասին, ովքեր հետևում են Քրիստոսին, Հիսուս Քրիստոս ասում է. «Իմ հետևորդները, իմ պաշտոնյաները, ինձ ծառայողները, ուր ես եմ, այնտեղ էլ նրանք կլինեն»։ Հիսուս Քրիստոս մահացավ և հարություն առավ և համբարձվեց երկինք։ Եվ այսօրվա ավետարանական ընթերցանության շնորհիվ նա մեզ ասում է, թե նրանք, ովքեր կմահանան իմ անվամբ, նրանք, ովքեր կմահանան ինձ հավատալով, չպիտի դատապարտվեն, այլ պիտի մահվանից դեպի կյանք անցնեն։ Այսօր կարմիր կիրակին է, մեր նահատակների կիրակին։ Եվ մեր եկեղեցին նահատակներ ունի ոչ միայն առաջին դարերից, այլ առաջին դարերից այլ այսօր կրկին։ Մեր բոլորի հարազատները, մտերիմները, ընտանիքի անդամները մահացել են հանուն հայրենիքի, հանուն հավատքի, որպեսզի այստեղ մեր երկրում Աստծո արքայությունը հաստատուն լինի իր եկեղեցու մեջ։ Հետևաբար նրանց մասին է Հիսուս Քրիստոս այսօր ասում։ Քրիստոս ասում է, չկա ավելի մեծ սեր, քան եթե մեկը իր կյանքը տա իր ընկերոջ համար։ Եվ ինչ արեց հենց ինքն Հիսուս Քրիստոս, իր կյանքը տվեց մեր բոլորի համար։ Եվ նահատակները նույնը անելով նմանվեցին Քրիստոսին, քրիստոսակիր դարձան, քրիստոսանման դարձան։ Փառք և պատիվ մեր բոլոր նահատակներին, որովհետև փառքը Աստծունն է, Աստծուց է գալիս և բնակվում է նրանց մեջ, ովքեր ընտրում են Աստծուն։ Թող մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մխիթարություն շնորհի բոլոր մեր հերոս նահատակների ընտանիքի անդամներին և թող զորացնի և թող հիշեցնի մեզ ամենքիս, որ մեր նահատակները առաջին դարերից առ այսօր իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք կյանք ունենանք։ Քրիստոսի օրինակով նրանք մահացան, որպեսզի մենք ապրենք։ Հետևաբար արժևորենք այս կյանքը մեր գործերով, ամեն մեկս մեզ տրված պարտականությունների մեջ հավատարիմ լինելով առ հայրենին, դեպի մեր հայրենիքը և առ Աստված, դեպի մեր Աստված։